Խաղացուն սիրելի քրիստոնյա եղիր օրհնված, Տիրոջ օրհնություն թող քեզ առաջնորդա քո կյանքի ողջ ընթացքում։ Առաջի Պետրոս թուղթը 2-րդ գլուխ 5-րդ խոսքից մի հրաշալի տեղ կարդանք, տեսնենք Աստված ինչ է ուզում մեզանից։ Ասում դուք էլ կենդանի քայլի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցանեք Աստծո ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռով։ Այսքանը։ Դուք էլ կենդանի քայլի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Սրա վրա ուշադրություն դարձնենք։ Խոսում է մարդկանց մասին, խոսում է քրիստոնյայի հավատքի մարդու մասին, որ դուք կենդանի քայլի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Այսինքն, որպեսզի մենք կարողանանք կառուցվենք մարդի նկատի ունի, ոչ թե քարերը, կառուցվենք, շինվենք հոգևոր տաճար, մենք նախ առաջից պետք է լինենք կենդանի։ Այսինքն, կյանք ունենանք մեր մեջ, հոգի ունենանք մեր մեջ։ Եվ ով է մեզ կյանք տվողը եւ ումով ենք մենք կենդանի Հիսուս Քրիստոսով եւ իր հոգով։ Սուրբ հոգով։ Հիմա տեսեք, կարող է մենք մեկտեղ լինենք հավաքված, բայց որոշներս կենդանի չլինենք։ Քրիստոսի հոգով չապրենք, չվարվենք, չունենանք։ Մենք չենք կարող լինենք կենդանի քար եւ կառուցենք մեկտեղ հոգևոր տաճար։ Տեսեք, հեռավորությունը կապ չունի։ Կարևորն է դու ես լինենք հոգևոր տաճար եւ կենդանի քար։ Կարամ ես տեղ լինեմ, դու Հայաստանում լինես։ Երբ որ մենք կենդանի քար ենք Աստծո համար, մենք մեկտեղ կառուցում ենք հոգևոր տաճար եւ սուրբ քահանայություն եւ հոգևոր պատարակներ ենք մատուցանում Աստծուն Հիսուս Քրիստոսի ձեռով։ Մեր աղոթքը, մեր ծառայությունը պատարակ է մատուցվում Աստծո առաջին, երբ որ մենք կենդանի քար ենք։ Մենք ենք կենդանի քարը, չլինելով անգամ մեկտեղ հավաքված։ Հեռավորությունը կապ չունի, երբ որ դու կենդանի ես, Քրիստոսի հոգով ես։ Այստեղ Հայաստան, Ամերիկա, Ռուսաստան կապ չունի։ Կարևորը Տեր ուզում է, որ մենք կենդանի քար լինենք եւ մենք կառուցենք հոգևոր տաճար։ Փառք քեզ